Ողջույն, ծովահայերն է եթերում, ես Աննա Մարտիկյանն եմ։ Արդեն 37 տարի մարտի 25-ին ծովային հետազոտությունների Այաս ակումբը տոնում է հերթական տարեդարձն ու նոր, ել ավելի հավակնոտ ծրագրեր կազմում։ Մեր եթերի ծովահայերն այսօր ծովային հետազոտությունների Այաս ակումբի նախագահ նավապետ Կարեն Բալայանն է եւ նավագնաց Աշոտ Խաչատրյանը։ Բարև ձեզ։ Բարի օր։ Ուրախ եմ ձեզ հյուրընկալել ծովահայերի տաղավարում։ Այսօր մենք կփորձենք պարզել, թե ինչպիսին է կյանքն ալիքների վրա։ Ձեր որն է նավագնացների ամենամեծ երազանքը, ձեր հաղթահարած ամենաբարձր ալիքը, երբևէ այցելած ամենաանմարդաբնակ կղզին, ամենաերկար հեռավորությունը, որ անցել եք նավով եւ ամենամեծ երազանքը։ Սկսենք առաջինից, ինչպիսին է կյանքն ալիքների վրա։ Դուք երբևէ պատկերացնում եք, որ մի տևական ժամանակ ձեր տունը ճոճվելու է ծովի ալիքներին։ Իրականում երևի պետք է սկսել մանկությունից, որովհետև մեր սերունդը փոքր ժամանակ ամենայն դեպս կարդում էր Ժյուլ Վերն եւ նմանատիպ այլ հեղինակներ, ու ի տարբերություն այսօրվա մանուկների, որոնք պարտադիր ծրագրավորող են ուզում դառնալ կամ մենեջեր, մեր սերունդը ուզում էր դառնալ տիեզերագնաց, հրշեջ, էլ ինչ-որ մի քանի մասնագիտություններ, որոնք շատ ավելի հայտնի էին։ Ինձ մոտ սերը դեպի ծովը ի հայտ է եկել երևի փոքրուց, զուտ գրքերի շնորհիվ, բայց կա մի փաստաթուղթ, մի փոքրիկ շարադրություն, որը ես գրել եմ 5-րդ դասարանում, որտեղ պարզ գրված է, որ իմ երազանքը դա սեփական նավով ալեկոծ ծովերը անցնելն է։ Փառք Աստծո, Այասի ծրագրի շնորհիվ այդ երազանքը իրականություն դարձավ։ Ձեր երազանքը, պարոն Բալայան։ Ճիշտն ասած, այդ պատմությունը ես առաջ անգամ լսեցի, շնորհակալություն։ Ես ունեմ այդ թուղթը, կտրած սովորական տետրի էջը, կտրված։ Քանի տարի անցել արդեն ձեր երազանք շարադրությունից։ 5-րդ դասարան, այսինքն 10 տարեկան, կլոր 47 տարի։ Եվ 48 Եվ դրանից 10 տարի անց շարադրությունից իրականություն դարձավ Այասի համախմբել Այասի կազմում։ Դե նայեք, եթե վերցնենք կոնկրետ երազանքի իրականացումը, պետք է վերցնել 2002 թիվը, ի նկատի ունեմ Կիլիկիայի ջրարկումը։ Պարզ հաշվարկի պարագայում դա մենք անել 10 տարի չի, շատ ավել է ստացվում, բայց ես հաշվարկեցի Այասի կազմավորման։ Այդ առումով ես ճիշտն ասած առաջի մի 2 տարին մեծամտորեն համարում էի ինձ, որ քանի որ այդ ժամանակ կոնկրետ նավակ կար, որով ես զբաղվում էի, իսկ Այասը ոչ մի տեխնիկական միջոց չուներ, այսինքն տղաները իրենք էին պատրաստում, նույն նավակ կամ ռետինա նավակը փոխարկում էին Արագաստանավի, ու ես մի քիչ ինձ ավելի մի քիչ քմծիծաղով, կարելի շատ ճիշտ ասեց, դա չի նշանակում, որ գոռոզության էլեմենտ չի։ Ցանկացած գիտեք ոնց ծովային նախագիծը շատ հավակնոտ էր եւ բնական էր։ Շատ հավակնոտ, ուղղակի մի պարզ բան կա, ինչպես մարդիկ իրենց մեքենաների ֆիզիկական չափերով կամ գումարով շատ հաճախ բարձրանում են, նույնը սլացիկ ու լավ ժամանակակից նավակը ինքը ավելի հավակնոտ է, քան ասենք փայտի նավակը։ Դա չի վերաբերում Կիլիկիային, որովհետև ենթադրում եմ դրա մասին մենք ստեղծեցիք զրոյից այդ ամեն ինչը։ Հա, բայց ինքը վերջացնի, որովհետև ինձ էլ հետաքրքիր չէ։ Ասեմ ձեզ,
իսկական ծովայինները կապ չունի խոսքը առևտրական նավի նավապետի մասին է, թե սովորական ասենք ծովային ինչ-որ մասնագիտություն ունեցող անձի մասին, երբ որ տեսնում են փայտի նավակ արտառոց, հա, որպես կանոն դա պատմական նավերին է վերաբերում ու հասկանում են քանզի իրենք որ դա կառավարելը որակապես ավելի դժվար է, քան ժամանակակից ցանկացած նավակ, որը կարող է ջոյստիկով, հա, լինի, ահռելի նավը։ Դա որոշակի հարգանքի էլեմենտ է մտցնում ու պատկերացրեք միլիոնանոց, մի քանի միլիոնի մասին է խոսքը, հա, ասենք 10-20 միլիոնանոց ժամանակակից սուպեր նավակի կապիտանը ակնածանքով դիմում է փայտի նավի նավապետին ու խնդրում թույլտվություն բարձրանալու համար։ Ակնածանքով ես իզուր չի այդ բառը օգտագործում եմ։ Ուզում եմ, եթե այդ ամենի մասին պատմեցիք, ասեք թե որ դեպքն է եղել, որ նավի կապիտանը, որ երկրում։ Անկեղծ ասած շատ է եղել, իրոք հարգանքով։ Մի անգամ չի դա լինում։ Մի Աշոտը հիմնականում ասեց, մի բան ասեմ, որ իրանք շատ լավ գիտակցում են լինելով մասնագետ, որ այդ տիպի նավ քշելը պահանջում է շատ ավելի մեծ գիտելիքներ ու հմտություններ, քան թե ժամանակակից նավեր, որտեղ ժամանակակից նավը էվոլյուցիան տենց է եղել, որ հարմարացրել են մարդու, ասենք, նույն օրինակ GPS-ները, որ հիմա նույնիսկ ասենք մարդ ով չի հասկանում այդ գիտությունից ոչ մի բան, ինքը կարող է մի հատ կոճակ սեղմի ու ամիջապես իմանա իր պոզիցիան։ Ի տարբերություն ասենք հին նավաստիներին, ովքեր որ ժամանակ էին ծախսում, չափում էին անկյունները, աստղերի կամ արևի եւ այլն, եւ հետո հաշվարկում էին իրենց տեղը բաց օվկիանոսում։ Իրանք շատ լավ գիտակցում են, որ եթե մենք կոնկրետ մեր մասին էր խոսքը, բայց մեր տիպի, մեր նման մարդիկ, իսկ իրանք այդքան էլ քիչ չեն, ուղղակի այտենց շատերը չգիտեն, իսկ մենք իրանց գիտենք ու հպարտ են, որ ծանոթենք, եթե իրանք համարձակվել են ճամփորդել այդպիսի նավով, հետեւաբար իրանք գիտեն ինչ են անում, այսինքն այդ ամեն ինչ իրանք տիրապետում են այդ մեթոդներին եւ այլն, եւ հետեւաբար հասկանալով այդ պահը իրանք իրոք շատ հարգանքով էին վերաբերվում ու մի քանի դրվագներ եղել է որ իմ խոսքերի որպես ապացույց իմ խոսքերի երբ որ երրորդ փուլը մենք սկսել ենք Կաուս փոքրիկ քաղաք Isle of Wight Portsmouth-ի դիմացը Անգլիայի հարավում դա նավարկություն 7 ծովերով, որը հետո 9 ծով դարձավ, այդ պատմական նավարկության մասին է։ Վերջի փուլի սկիզբը առաջի օրը մենք շարժվեցինք Կաուսից ու փոթորիկ էր կամած ուժեղանում էր եւ վերջո լավ փոթորիկի մեջ ընկանք Լամանշում։ Ուրեմն մեզ ուղեկցելու եկել են BBC-ից ուրեմն Վանեսա Գալբրայթը եւ անունը չեմ հիշում ամենահայտնի մասնագետ Արագաստանավերի եւ այլն ու ինքը այդ հայտնի Արագաստանավերի ամսագրի մեջ էր աշխատում, այսինքն ամսագրում էր աշխատում եւ պատրաստում էր հոդված նյութ մեր մասին ու իրանք սկզբից մոտորանավով մեզ հետևել են, հետո կամաց հետ են ընկել, բայց լավ հոյակապ լուսանկարներ արեցին իրանք նավի ու արդեն որ հեռու էին ու պետք է արդեն բաժանվեինք, վերջի զանգը Վանեսայից ասեց Կարեն, այդ մարդը, այդ մասնագետը, որ ամեն ինչ տեսել է, ասում է նայեց, որ դուք հեռանում եք ու ասել է սրանք են իսկական նավաստի։ Մեզ համար բան անգլիացին, որ ասեց, որ մասնագետ եւ այլն, այդ բավականին հաճելի է։ Հա։ Ու նման վերաբերմունք մենք համարյա բոլոր տեղերով ովքեր որ հասկանում են այդ մարդկանցից մենք լսել ենք։ Ամենաբարձր ալիքը ձեր հաղթահարած երբևէ կարող եք հիշել այդ մասին։ Ամենաբարձր ալիքը եղել է Ատլանտյան օվկիանոսում։ Բայց հարցը ամենաբարձր ալիքի մասին է, դրա համար ասում եմ ամենաբարձր ալիքը, բայց ինքը վտանգ չէր ներկայացնում, որովհետև նավաստաներին հայտնի է, որ
ամենադաժան փոթորիկները փոքր ծովերում է լինում, որտեղ կարճ ալիք է խփում ջարդող ալիքը։ Աստորեն ամենաբարձր ալիք չի նշանակում ամենավտանգավոր ալիք։ Ուրեմն տեսեք, Իսկովյան օվկիանոսում ալիքների արանքում, այսինքն ալիքների երկարությունը բավականին մեծ է։ Ալիքների արանքում շատ մեծ տարածություն է ու ոչ թե ասեն ճոճկա ինչ որ վախենում ես ինչ որ բան ջարդվի, այլ նավը բարձանում իջնում է, բայց հսկայական ալիքները նույնիսկ նկար կա մեր ասենք որտից զգում ես մի հատ սար է գալիս, բայց ինքը գալիս է քեզ սենց շատ հանգիստ խնամքով բարձրացնում իջացնում է։ Ամենաբարձր ալիքը այսինքն վախ չէր առաջացել, ուղղակի կարող եք նկարագրել բարձրություն, թե ինչքան է բարձրությունը։ Մի 5 մետրից ավել կար, բայց որ վտանգ չի պարունակում, դու հիանում ես, որովհետև ես չեմ մոռանում այդ տեսարանը, երբ որ ու նամանավանդ մեկ արևն որ կար այդ ժամանակ, ալիքների վերևի մասը թափանցում են, այդ ինչ գեղեցկություն է, ինչ որ sense ուրիշ բան է, ճենապակու նման է ստացվում։ Լույսը ալիքի միջոցով անցնում է քեզ ասում, այդ տեսնելը պետք մի քիչ դժվար է ու անիմաստ է բացատրել։ Իսկ ամենափոթորկուն ու դժվար ալիքը հաղթահարած։ Դենց փոքր ծովերում, որ ասում եմ ավելի դժվար է, այդ առաջի փոթորիկը, որ մենք հանդիպեցինք Սև ծովում, երբ որ դուրս եկանք Փոթի քաղաքից 5 ժամ հետո փոթորիկը սկսվել, ամենադաժան ալիքները, որովհետև մեկը չի, այդ խփող ալիքները այնտեղ են։ Մենք 2.5 օր մինչև Սոչի հասնելը պայքարում ենք փոթորիկի դեմ, ջարդել ենք 2 ղեկաթիեր, մի ամբողջ գիշեր առանց ղեկերի փորձում ենք կառավարել նավը, ինչը հաջողվեց, որովհետև մենք նստած ենք ստե նորմալ։ Եվ լուսաբացին զգացինք, որ մենք երկար կարող չդիմանանք, ինչ որ բան ջարդվի ու արդեն լրիվ կառավարել է դառնալու ու փաստորեն մի քանի ժամվա մեջ սարքեցինք այդ թիակները, փոթորիկը ուժի մեջ է։ Ու փոթորիկի պարագայում նորից փոթորիկը կար, դուք աշխատում եք։ Այո, այնտեղ բարդությունն է, որ նավը այս կողմենքով էր գցում, այն առաջինը, որ մենք թիակները, ղեկաթիերը, որ ջարդեցինք, կոտրվեցին իրանք, շատ մեծ դժվարությամբ հանեցինք, դե կապած էին իրանք իհարկե, շատ մեծ դժվարությամբ հսկա ծանր ղեկաթիեր են, բարձրացրեցինք տախտակամած, պարտադիր պետք է կապեինք, որովհետև գլորվում էր, շատ վտանգավոր էր, կապեցինք, բայց սարքելու համար պետք է արձակում ես նորից սկսում է գլորել։ Ուրեմն տեսարանը լավ հիշում եմ, տախտակամածի վրա պարկած են մի 4-5 հոգի, այդ գերանի վրա, որ ինքը բան չէ, բայց պարկած, որովհետև նստարման ոչ մի տարբերակ չկա պահելու, բայց պարկած, որ պարկում ես, հələ որ ինչ որ մի ձևով պահում ես։ Ու 2 հոգի կապում էին, այնել կապում էին ոչ թե sense, այլ այն հատուկ լծակներով ու բանը, որ պինդ ձգեցինք, կապեցինք, առաջինը որ կապեցինք, հասկացանք, որ կաշկացվում է։ Հա, ու երկրորդը մի քիչ ավելի արագ բան արեցինք, երբ որ հասանք Սոչի, այնտեղից մտանք նավահանգիստ, ուղղակի մտանք մի քիչ փափուկ ասած, այդ փոթորիկը մեզ շպրտեց, համընթաց կա մեր շատ հեշտ էր ու պրիցելը բռնեցինք ու մտանք տեսանք, որ նույնիսկ ալիքները այդ բետոնից որ սարքած են արկելապատնեշերի մասին է խոսքը, վերևից լցվում են մեջ, էլի շատ փոթորիկեր, ուրեմն վերևից երկրորդ հարկից դուրս են եկել այդ աշխատողները, գլխավորը նավահանգստի, ասես ես ո՞դից է գալիս, ասի Փոթից, ասում է դուք այս ծովում եք, ինչքան ժամանակ, ասի 2.5 օր ծովում եք, ասենք գիժեք, ինչ եք, տեսնում ա ոչ բանը, մեծ տանկերները փախել մտել էին նավահանգստները։ Հա, այդ տիպի փոթորիկներ։ Փոքր առագաստանավը, տվյալ տանկերների համեմատ փոքր, հաստատ չէր դիմանա, դա հրաշք կարող եք համարել, հա, որ իրականում ես մի գաղտնիք ասել, ազնակազմն է։ Իմիջիալուց կա մի գաղտնիք, որը արժի երևի բարձրաձայնել, մեծ նավը ահռելի առավելություններ ունի, նույն ստաբիլության եւ այլնի հետ համեմատ։ Ապահովության։ Բայց կա մեդալի հակառակ կողմը, ոնց որ ցանկացած ուրիշ բան մեր կյանքում, հա, փոքր նավակը շատ հաճախ ալիքների արանքում տեղ անում։ Այսինքն եթե դու իզորու ես կառավարել ամեն ալիք, դա քեզ տալիս է առավելություն։ Ունենց որ միշտ չի որ փոքրը վատ է։
Հետո սարքելն է հեշտ է, ասենք մեծ տանկերը ղեկը որ ջարդվում է, մինչև չհասնի ոչ մի չեն կարող անեն, բայց Իսկ կար պահ, որ մտածում եք հաստատ ապ չեք հասնի եւ ծովը ձեզ կուլ կտա։ չէ, բացառվում է, որովհետև այդ սկի մտքով չէր անցնում, այդպես բան, որովհետև հենց մտքով անցնում արդեն ցեցը ոնց մի հատ ինչ-որ բան փարկվենք, այդ սխալ է։ Եթե դու չես հավատում, դու չես ասնի։ Ուզում ես փոթորիկ լինի, ուզում ես Չարժի սկզբանե ծով մտնել։ Հա։ Նման մտքերով։ Ամենաերկար ժամանակահատվածը, որ եղել եք ծովում։ Կիլիկիայի ճամփորդության ժամանակ երևի մի շաբաթ էր։ Բայց ոչ թե չէինք կարալ, ուղղակի մեզ հետաքրքիր էր ու ամեն նավանգիստում մեզ սպասում են։ Հաճախ մտնել նավանգիստ, որովհետև տենց դա հասկանալի ցանկությունն է, որովհետև մենք այդ նավը սարքել ենք ինքներս, վերականգնել ենք, սարքել ենք 0-ից ամեն ինչ մտածված արվել է ու մեզ հետաքրքիր էր տարբեր նավանգիստներում մենք հետաքրքիր մտքեր ենք լսել, փոխանակում ենք եւ այլն, դա մեզ համար հետաքրքիր էր ու կարեւոր, որովհետեւ մենք այդ մարդկանց կարծիքն էլ հիմա հաշվի ենք առնում, բայց բոլոր դեպքերում այդպես բացասական երբեք ոչ մի բան չի եղել։ Ուղղակի մենք կիսվել ենք մեր փորձով մարդկանց հետ, ովքեր որ համապատասխան փորձ ունեն դասում։ Երբևէ այցելել եք անմարդաբնակ կղզիներ, բացի Կիլիկիայի ծովագնացությունից, պատմական դուք էլի նավարշավներ եք կատարել, դա 18-րդ դարում խորտակված Կեդախ մերչանտ կամ Կվեդա մերչանտ նավի հետքերով էր 17-րդ 1688 թվականին 99 խորտակվել է 1699 հա William Kidd-ի ավելի հայտնի որպես William Kidd-ի արգրաված նավ եւ դուք գնացել եք նաեւ գտնելու հայկական այդ հետքերը հայ վաճառականի նավը այդ ճանապարհը հարթ է անցել թե էլի մեծ դժվարություններով դե հարթ ծովում հարթ ճանապարհ չի լու ասեմ ուրեմն մենք դուրս ենք եկել դեկտեմբերի 17-ին ձմեռը ու այնտեղ իրոք ձմեռ էր մինչև մենք պատրաստում ենք մի 20 օր պետք է նավը պատրաստեինք նավարկության երկար այդ ընթացքում մի քանի անգամ այդ ծոցը որտեղ որ Արագաստանավը կանգնած էր սառում էր մենք մտածում ենք հիմա չգիտեմ որ սառի մենք ստիպված պետք է սպասենք մինչև այդ սառույցը անցնի հալվի նոր դուրս գանք բայց լավա որ հալվել է արդեն մի միջանկյալ հարց բա նավում ինչպես եք տականում այդ ծրտին դժվար դե ափին մի քիչ ավելի հարմար է ափից որ լույսը միացնում ես մի քիչ հոսանքը միացնում ես մի քիչ հնարավոր է տակացնել բայց այդ հիմնականում տենց էքստրեմալ պայմաններ է ծովում ինչպես ծովում հնարավոր չէ տականալ չէ էլեկտրականությունը ոչ ոք չի միացնում որովհետև դա ծախս է ու բան սարքավորումների համար պետք է գալիս իսկ դիմանում ենք այնտեղ ես ուղղակի չեմ հիշում ինչքան էր գնացել հա դուրս գալուց հետո էլի մի օր հանգիստ էր եղանակ արևոտ բայց ձմեռուտ արևոտ եղանակ էր հետո փոթորիկ է սկսվել այդ փոթորիկը արդեն մինչև ճանապարհության վերջը մեզ հետ էր հյուսիս արևելյան կողմից, այսինքն Անգլիայի կղզիների հետ բրիտանական կղզիների կողմից ամբողջ Ատլանտյան օվկիանոսը անցնում էին ու հարձակվել էր մեր վրա։ Այդքան որ ուղղակի երբ որ մենք անցնում ենք Բահամյան կղզիների կողքով, այսինքն դերսով շրջանցում ենք օվկիանոսից մի հատ անմարդաբանակ կղզի հանդիպեցինք, որոշեցինք քնել, ասենք մի հատ պահկվենք գոնե մի քիչ քնենք։ Մտանք իրոք sense փոքրիկ կղզի էր, անմարդաբանակ, գիշերը ուշ գիշերը մտանք լագունա, գցեցինք հարից, քնեցինք, առավոտը որ վեր ենք կացել, այնց պատկերա, սպիտակավազ, անմարդաբանակ կղզի, պալմաներ եւ այլն արմավենեն գնացինք Թամանյանարայի հետ հետազոտելու ու այդ հետաքրքիր զգացողությունն է կարող է մենք սխալվենք բայց մեզ թվում էր որ մենք առաջի հայկական էքսպեդիցիա է որ արշավախումբը որ հետազոտում է այդ կղզին պարզը որ ապացույց չունեն կարող է ֆայերը եղել են այնտեղ նամանավանդ որ պարզը
այդ շրջանում լրիվ այսինքն անմարդաբնակ կղզիները կան, բայց որ չեն այցելում, չեմ հավատում երևի, թե մարդիկ եղել են նայել, որովհետև այնտեղ ասենք այդքան էլ հեռու չի։ Նույնիսկ վայրի ցեղեր չկային այդ կղզում։ Հա, չկային։ Բայց էդ էլ է համեմատականների անմարդաբնակ, օրինակ երկրորդ անմարդաբնակ կղզի, որ մենք այցելել ենք, Թուրքիայի կոսի կողքն էր ավելի հարավ արդեն, եղանակը արդեն տաքացել է, այնտեղ ուղղակի որ տեսանք, շատ զարմացանք ու զգացինք, որ ցիվիլիզացիան ինչքանով է խանգարում, ուրեմն ժայռի վրա մի հատ մեծ բուն էր, թռչունի, մեծ թռչունի, տրամագիծը մի մետրից ավել էր, ու այդ բունը օգտագործվել է, այսինքն ձվերի կլեպը մնացորդները կային մեջը, դե երևի ենթադրում է, որ կամ ալբատրոս կամ ֆրեգատ, որովհետև մեծ թռչունի բուն էր, 1 մետրանոց, ասենք որորները ավելի փոքր են գործում, բայց դա մեծ թռչուններ, իսկ մեծ թռչուններից այդ ամենատարածված են այդ երկու տեսակները, ալբատրոս ու ֆրեգատ։ Բայց ինչն էր հետաքրքիր, որ այդ բույնը գիտեք ինչից է սարքած։ Ժամանակակից պլաստիկ են պարանները, որ գոնավոր կան, կապույտ ծախում են վերջին սաժում, կապույտ կարմիր դեղին եւ այլն, այդ պարանի, որ ալիքը դուրս է բերել ապ, այդ թռչունը էլ չի մտածում, որ դից ճյուղեր հավաքի, պարանները հավաքում ու լավ գործած է, նկարը ունեմ։ Տարբեր գունավոր sense սրուն ժայռի վրա sense երևաց, ես հետաքրքիր է, ինչ է, բարձրացա տեսա բույն է ժայռի վրա։ Ու այդ մեծ թռչունները ժայռի վրա են կառուցում իրանց բույները, որովհետեւ իրանք շատ մեծ դժվարությամբ, եթե քամիչելնի ինքը գետնից չի կարա թռնի։ Մեծ հսկայական օրինակ ալբատրոսը կամ ֆրեգատը իրանք մինչև 3 մետր թևերի բացվածք ունեն։ Եվ իրանց թռնելը ալիքի վրայից կարան թռնել, ալիքը բացած ինքը ուղղակի մի հատ բան անում ու թռնում է եւ ժայռերից կղզիների։ Հետևաբար ժայռի վրա են նրանք որ բրից գետնի վրա կանած վիճակում ուղղակի թևերը կպնում են գետնին, այսինքն չի կարողանում։ Գոնե մի փոքր բարձրություն է պետք, հա, նույն ալիքի կատարը դա արդեն բարձրություն է, կամ ժայռից մի փոքր անկում են անում ու սկսում են թռչել։ Իսկ ձեր այցելած ամենաանմարդաբնակ կղզին։ Իմը անհամեմատելի է, որովհետև նախ ես չեմ եղել Կարիբյան ճանապարհորդության ընթացքում ես մի առանձին արկածի հիշողություններ ունեմ այդ հնդկական օվկիանոսով դեպի Մումբայ, Բոմբեյ գնալներ, առևտրական նավի մասին է խոսքը, բայց ըստ գեղեցիկ ավանդույթի 28 ժամ ես էլ եմ ընկել փոթորկի մեջ։ 28 ժամ։ 28 ժամ։ Ու ամենասարսափելին նա էր, որ ենթադրում եմ լսել եք, որ մերձափնյա ծովերում կան շրջաններ, որոնք ռազմական նշանակության շրջաններ են, ամբողջ աշխարհի ափերով դա շատ տարածված երևույթ է, եւ նույնը կա հնդկական օվկիանոսում, հենց Մումբայի դիմաց, մեր այդ ռազմականացված գոտու եզրով անցնելու պահին փոթորիկը սկսեց ու ամբողջ այդ գոտու երկայնքով շարժվելուց եղել է փոթորիկ ու գլխավոր վախը դա ներսում հայտնվելն է, որովհետև դու չգիտես այդ պահին ինչ որ զորավարժություններ անցնում են թե չէ, բոլոր քարտեզներում նշված են այդ զոնաները ու եթե զորավարժության ընթացքում ցանկացած առևտրական, տուրիստական, չգիտեմ, տրանսպորտային ցանկացած միջոց, որը կարող է հայտնվի այդ տարածքում, ինքը կարող է դառնալ ուղղակի նպատակակետ, թիրախ։ Ու ոչ մեկը պատասխանատվություն չի կրի, որովհետև դա միջազգայինորեն հայտնի օրենք է, դու իրավունք չունես այդտեղ հայտնվելու։ Բայց փոթորիկը քեզ չի հարցնում դու որտեղ ես։ Ինքը վրա է հասնում, դու կամ կարողանում ես ինչ որ կերպ դիմադրել կամ չես կարողանում։ Եվ քանի որ մեր ժամանակը մոտեցավ ավարտին, իսկ մենք դեռ շատ հիշելու եւ պատմելու հետաքրքիր
հիշողություններ ունենք ձեր ամենամեծ ու ամենահավակնոտ երազանքի մասին։ Եթե չիրականացվածների մասին է խոսքը, այդ իրականացվելիք, որը դուք հույսով եք, որ պետք է իրականանա։ այդ դեպքում թող Կարեն ներկայացնի, որտեղ մի հիանալի ծրագիր կա, որը հուսամ ի վերջո կյանքի կոչվի։ Այդ դեպքում սկսենք այն մանկության երազանքից։ Ուրեմն Աշոտը շատ բան արեց, ես չգիտեի, ինչ կրկնվում եմ, բայց շատ է դուրս եկել իր համոզմունքը, որ այդ երազանքը պետք է կատարվի, որովհետև նույնն է, ճիշտ copy-paste իմ մոտ ա եղել տրամադրությունը, ես փոքր ժամանակ միշտ գիտեի, որ պետք է նավաստի դառնամ, հավապետ լինել, այսինքն այդ երազանքը փոքրուց գալիս է, ուրեմն նույն ձևի 5-րդ դասարանում, հավատաս չհավատաս, 5-րդ դասարանում ես շատ լավ գնում եմ դասը հիշում եմ, դասատուն դաս ղեկա, զրուցում էինք բան, ինքը ասում է երեխեք, ասեք ով ինչ է ուզում դառնա, աղջիկների ես չեմ բանանում, չեմ հիշում ով ինչ, բայց բացարձակ բացի ինձանից, բոլոր տղաները օդաչու էին դառնում, բոլորը, ու երբ որ հերթ հասավ ինձ, վերջինը ես եմ բանում, դրանից հետո ավարտվեց, էլի, բանը, դու ինչ ես ուզում անել, ասի ես ուզում եմ նավաստի դառնամ, սաղ բոլորը որ ես նայում, ոնց, օդաչու չես ուզում դառնալ, ասի չէ, ես նավաստի եմ, այդ բանը չկար, ու երկրորդ այդ երազանքի մասին դպրոցից առաջ մենք ժամանակին ծնողների հետ նու համարը չէ ամեն տարի ծովափ էին գնում այն ժամանակ մոդա այսինքն բոլորն էլ գնում էին հաշվում են որ ծովը պետք է գազդուրիչը հա ու այնտեղ տեղ էր նու անմարդաբնակ չէ բայց շատ նոսր էին ապրում այնտեղ մարդիկ համարյա չնայած տուն էին վարձում բայց երեխաներով որոնք որ հարևան չէին բայց հարևանները հերու են ապրում գալիս էին միասին այդ ծովի ափի հետ հատվածում մի քանի հին ձկնորսական նավակներ կային փայտյա լքված ու մենք խաղում ենք ես միջև հիմա հիշում եմ ոնց էինք ոգևորվում որ չգիտեմ են Ռոբինզոն Կրուզո բանման այնտեղ մի հատ շտուրվալ կար ղեկանիվ հա որ մենք նու կռիվ չէինք անում բայց ով առաջին շուն մի քիչ բան դե հիմա ես կանգնում ու sense բան են ու այդ երազանքը մնացել է մեջս որ օրը կգա որ մենք նավակով դուրս կգանք ու փաստորեն ես հաստատ գիտեի ինչպես եւ Աշոտը որ դա լինելու է Էդ էլ որ ասում եմ, եթե դու մտածում ես, որ կարող է չլինի, կարող է, էլ ստացվող չի, բայց եթե դու հստակ գիտես, հավատում ես, որ դա իրականանալու է, հաստատ կիրականանա։ Եվ շատ շնորհակալություն քեզ, որ տենց հիշացիր ու շատ լավ է։ Մեկ նախադասությամբ, քանի որ գիտեմ շատ հավակնոտ ծրագիր է եւ ոչ թե մեկ եթեր, այլ մի քանի եթերի թեմա է խոսելու, այն ծրագրի մասին, որը հավատում եք, որ շուտով անելու եք։ Նու երևի այդ մեծ բանի մասին ուրեմն այն առաջի էքսպեդիցիան առաջի նավարշավը որ ուրիշ թիրախով ոչ թե պատմական նավ վերականգնելու այլ որոնողական այդ Կարիբյան ծովի նավարշավի մասին է խոսքը դա շարունակություն պետք է ունենա որովհետև մենք այս պահին գիտենք 19 հայկական նավ խորտակված նավեր նավաբեկումների տեղը։ Այո, նավաբեկումների տեղը։ Ուշ Միջնադարյան հայկական կամ հայապատական նավերի մասին է խոսքը եւ որ ծովերում ու օվկիանոսներում հնդկական եւ խաղաղ օվկիանոսում այդ երկու օվկիանոսում ժամանակին գործել են ուրեմն հայկական գաղութներին պատկանող նավեր բավականին մեծ ցուցակ է անուններով իրանց ասենք բախտի մասին ուղեբերի մասին այո ինչ էին տեղափոխում եւ այլն շատ հետաքրքիր է ու հույսով ենք որ մենք մի օր կիրականացնենք այդ արժեքը որովհետեւ իրոք շատ հետաքրքիր ու կարևոր հա պատմություն է վերամոդելավորելու շնորհակալություն Հարգելի ռադիոլսող եւ հետևորդ հիշեցնեմ, այսօր մենք զրուցում ենք, թե ինչպիսին է կյանքն ալիքների վրա։ Մեր եթերի ծովահայերն էին
Ծովային հետազոտությունների ԱՅԱՍ ակումբի նախագահ նավապետ Կարեն Բալայանը եւ նավագնաց Աշոտ Խաչատրյանը հաղորդումը վարեց Աննա Մարտիկյանը մնացեք խաղաղությամբ